Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հաճախ եք մասնակցում պատարակների։ Համարյա միշտ։ Տեղացի եք։ Չէ։ Բայց 2-3 գյուղ ենք ում էլի։ Դուք եք հաճախ մասնակցում պատարակների։ Այո։ Իհարկե, որ հայ քրիստոնյայի մասնակցում եմ։ Եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծումը որպես հավատացյալ դուք ինչպես եք պատկերացնում։ Ես պատկերացնում եմ մենակ կտրիչի հեռացումը։ Ուրիշ ուշում։ Չի հեռանում, արդեն մի քանի ամիս է բարձրացվել է նրա հեռացման հարցը։ Հեռանա, շուտ ուշ կհեռանա։ Եթե չհեռանա էլ աստիճանաբար էլի, աստիճանաբար ժամ առ ժամ թուլանում է իր դիրքերը։ Կհեռանա, ժողովրդի ճշմարտ կհեռանա։ Ինչից եք ենթադրում, որ աստիճանաբար թուլանում է։ Այն պատարակներից են, որ տեսա ես մի 10 հոգի մարդ են մտնել։ Կհեռանա, անպայման կհեռանա, ճշմարտ կհեռանա։ Դուք եք կարծում, որ հեռացումը մոտ է։ Կամ երկրորդ տարբերակը ներսից կպայթի։ Եկիս պոստները բանը կհրաժարեն դուրս կգան, բան ինքս ստված իրակամու դուրս կգա։ Դուք ինչ կասեք։ Գիտեք ոնց, ասենք այդ քիչ բան չի էլ, 10 հոգի այդ բաները Արքեպիսկոպոս։ Աբրես, հա, արքեպիսկոպոսները նրանք պատահական մարդիկ չէին էլի, որ տենց դժգոհություն հայտնեցին։ Դե ներսում կա, խնդիրներ շատ կան ներսում։ Դե մենք որ դրսից էլ տեսանելի է էլի, բայց ներսի մարդիկ ավելի շատ իրանց ավելի շատ է տեսանելի այդ անարդարությունները, իրանց այդ կարգ ու կանոնի խախտումները, բանը այդ եսին տենում ենք էլի տելևիզորով նույնիսկ այդ քերու կնոջ հետ ինչ որ հարաբերություններ, բան դրանք ամոթ է էլի մեր ազգին վայել բան չի էլի դա։ Իսկ նախքան Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնել է, որ օրինակ Գարեգին բն զավակ ունի հանրության շրջանում նման խոսակցություն հանրության շրջանում բոլորը գիտեին այդ մասին։ Չէին բարձրաձայնում, էլի ինչ պատճառներով։ Օրինակ ինչքան ժամանակ է որ դուք գիտեիք ձեզ համար նոր։ Ես 10 տարի գիտեմ, մայր եկեղեցին 10 տարի չեմ մտել։ 10 տարի գիտեմ։ Հա մոտ եմ ապրում, բայց եկեղեցի չեմ մտնում։ Մինչև քանի ինքն ընդեղ է։ Գիտեմ, բավականին ժամանակ գիտեմ, բոլորն են խոսում։ Ինչ ասեմ, աղջիկ։ Դուք եք գիտեիք, որ Գարեգին բնդուստր ունի։ Դե կարող է 10, հա էլի, իսկականից որ բոլորն էլ գիտեն էլի այդ մասին էդի ուղղակի ինչ պատճառներով չգիտեմ էլի, ոնց որ ոչ մեկ չէր ուզում էլի, ասենք նախկինները բան չէին ուզում, որ էդի այդ ծանրությունը իրանց վրա վերցնեին, հա, բայց վարչապետը կարգ ու կանոն սիրող մարդ է եւ ինքը պետք է աներ էդի, չաներ ինքը չէր կարելի էլի այդ իր կողմից ճիշտ չէր լինի։ Իսկ այսպիսի սցենար պատկերացնում եք, որ մի օր հավատացյալ հոտը հավաքվի Մայրաթորի բակում, ինքնաբուխ հավաքվի եւ պահանջի Գարեգին բեի հեռացումը։ Իհարկե, բանը դրան էլ կհասնի։ Մի օր է ժողովրդի ամբերություն էլ բան կլինի ու որ չհեռանա, ստիպված այդ պահով էլի։ Ես դրան համաձայն եմ, որ այդ պայմանով լինի էլի։ Ես իսկ ինչ վերաբերում է այդ որ իմացել ես, հենց որ ես իշխանությունը եկա, հենց այդ վաղտվանից իմացա, որ ինքը ոչ մի անգամ ասենք դրանց այդ փետը դրմանել գալիս չկա։ Ինքը չկա ու չկա։ Մի մանավանդ որ դիվանապետի բան եղավ արդեն։ Այդ բան արեցին, թերբակալեցին իրան։ Ավելի թուլացավ իր ինքերը։ Ներսից էլ հեսա կամաց ներսից էլի որոշ բաներ էլի կմիանան իրան էլի, դա չի։ Մի օր ժողովուրդը գավակվի, ունի չէ բանը մեր ժողովուրդը միացման բանը, շարժիչ ուժը, մի օր միանա դուրս կհանի։ Օրինակ քննադատություն է հնչում պատարակ մատուցող հոգևորականների հասցեին, թե ինչու են նրանք զեղչում Գարեգին բեի անունը պատարակների ժամանակ։ Հատ էլ դրան ինչ է փառաբան են դրան, ասեն որ ընտանիք ունի, որ մեկն ասեն բիզնես ունի, ինչ ասեն, չէ։ Երեք չառաջի որ եզրացի 100 հոգի մարդերը հանեու բանել, այդքան պատերազմի ժամանակ ու Մոսկվայում մեկ մարդ ու տեսակ որ դուրս գար բանաներ ասել, ինչա կատարում է երկրի բաներ, եկեղեցին էին պաշտպանում ու բանել, այդ եմ ուզում ասեմ էլի, այդ դրան շնորհքն ու բանել։ Ուրիշ ոչ մի ման աշխարհի բոլոր քաղաքներում ու բանում ցույց է եղել ի պաշտպանություն հայ ժողովրդին ու բան, մեկ անգամ Մոսկվա հայերին կամ բանի տեսել եք։
Որտեղ իրանց մարզն է։ Դրա համար էլ կաշառելով բանում 700 հոգի հանի բերել էր երկրից վարչապետն է բանանում, ինչ խայտարակությունը բան։ Ցավը ընդան շատ բանով չի ջանես։ Շնորհակալություն։ Չէ, ուզում եմ ինչ-որ մի բան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։